Ծաղիկներով զարդարում են, ամեն խանութի վրա համել էս փոսն է զարդարել։ Այս ինչի արդիվա հետաքրքիր է։ Գիտեմ, որ այսօր Իռլանդիայում տոնում են Սուրբ Պատրիկի օրը, բայց այստեղ ճիշտն ասած չգիտեմ ինչի արդիվա։ Այս խանութի վրա H&M-ի, H&M-ի վրա զարդարում են։ Այս խանութն էլ պետք է զարդարեն։ Սիրուն զարդարել են մեր մոտ։ Այսօր կանաչ գույնով կարան գործի գանք, այսօր ու վաղը Իռլանդիայում տոնում են Սուրբ Պատրիկի տոնը ու մեր խանութն էլ դե իռլանդական է, դրա համար կանաչ գույն կարանք հագնենք։ Բարի սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես էլ եմ լավ, մի քանի օր արձակուրդ էի վերցրել, հավես չունեի նկարելու, ասեցի հանգստանամ մի քիչ, աղագին ժամանակ ախելում, ասել եմ ձեզ համ նկարելը, համ, Աշոտ դու ես դուրը ջարդում, հալո, հարևանվիսը, իստված Աշոտն եմ ես դուրը ջարդում, որտեղ դուրս է գալիս, բայց չէ, ես շուրերը, որ էլ չենք հագնում, տանենք գցենք են կոնտեյների մեջ։ Ժողովուրդ չան բարելուս։ Հավաքում տանում են, երկրորդ կյանք են տալիս, ուրիշ մարդկանց են տալիս էլի, ում պետքա վերցնում են։ Տեղեր խանութներ կա իհարկե, էլի տանում են այնտեղ հատուկ խանութ ասածս, խանութի տիպի տեղեր կան, տանում են, հետո իրանք սորտավորում են, լվանում, բան են անում նորս, իհարկե մենք լվացրած ենք դրել ու բան են անում։ Հետո այն մարդիկ, որ դրա կարիքն ունեն, գնում այդտեղից վերցնում են, կարող է մի եվրոյով կամ բան այդ գներով վերցնեն։ Սրել են վերցնում, սոցիալը։ Անվճարել կա, չէ՞։ Հա, անվճարել կա։ Կարճ ասած, Աշոտն ասում է, այդ մենակ չեն տանում տալիս ուրիշները հագնեն, նաև վերամշակում են, ասում է այդ նոր գործվածներ են ստեղ, նոր թելեր են ստեղ, արտադրությունը կազմակերպում են, նոր կարճ ասած վերամշակում են։ Իհարկե, թափելու բան չկա։ Ահա, չէ, բնականաբար չեն թափի։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա այսօր շատ զարմանալի է, այս գործի չեմ, օրը չորեքշաբթի է, այսօր են միշտ աշխատում եմ։ Ուրեմն հանդիպում ունեինք նշանակված այսօրվա համար, կոլեգայիս հետ օրը փոխեցինք, շատ դժվարությամբ օրը փոխվեց, հետո դրանից անցավ մի քանի օր, այդ հանդիպումը, որտեղ որ հանդիպում ունեինք, այնտեղից նամակ ուղարկեցին, գրեցին, որ կներեք, բայց հանդիպումը մի շաբաթ հետաձգվում է։ Փոխել են մյուս շաբաթ, այսինքն անտեղի օրս փոխեցի։ Ինձ լավ է, որ այսօր աշխատեի, ուրբաթ օրը տունը կմնայի, հիմա այսօր ազատ եմ, ուրբաթ օր պետք է աշխատեմ, բայց դե ինչ արած արդեն այդպես է պլանավորած, պլանինգը կազմած։ Արևանուշ եղանակ կա 14.5 աստիճան, ես արդեն բարակ բաճկոն եմ անցել, իհարկե հիմա մեքենայով ենք դրա համար, առևտր ենք գնում, ժողովուրդ ջան, գնանք փոքր առևտուր ունենք, այդպես շատ չէ, դրա համար մի անգամից ասեցինք, այս հին շորերն էլ վերցնենք, գցենք այնտեղ կոնտեյների մեջ, աղագին ժամանակ այդպես ջոկել դրել էինք ու մնում էր, հաստատ էլի շատ շորեր կա, որ պետքա ջոկվի, որովհետև դարակները իրոք լիքն են, տեղ չկա։ Ծավալներս է փոփոխվել է։ Ծավալներս։ Բադա իմ շորերից շատ կա, մի անգամ երկու անգամ հակել եմ, հիմա հակշել եմ։ Մի րոպե, այստեղ նայենք Աշոտ։ Բայց ծավալները Աշոտ ջան, հոգնակիով մի ասա, իմ ծավալը փոքրացել է, էլի փոքրանում է, չէ՞։ Իմը փոքրացել է, քո ծավալն է մեծացել։ Հա, մի քիչ քաշես իջել է։ Լիմոնի ծառը։ Ահա, ավտոբուսի ժամել է։ Չորեքշաբթի է, դրա համար այսքան շատ մարդ կա Աշոտ։ Ես դե այս օրերին միշտ աշխատում եմ,
Ավտոբուսին տեղ չեն տալիս գնա կանգնի։ Միշտ աշխատում եմ այսօր, ահա, ասիչես, ապրես, շնորհքով, շատ շնորհքով մարդ։ Հիմա այստեղ չնայած պիտի սպասենք մինչև ավտոբուսը կանգնի ու շարժվի։ Ավտոբուսը սխալ տեղ կայնեց։ Հա, չմտավ իր տեղը, հա։ Մենք էլ չենք կարող ազատ կատարենք։ Չէ, մի կողմն էլ փողոց է։ Այն արդեն շարժվում է։ Թարդի չմիացրեց։ Ինչ լավ եղանակ է։ Շաբաթ էսպես է գնալու։ Հա, ամբողջ շաբաթ։ Լիդլ գնանք, չէ։ Հա, բա ինչ գնանք Լիդլ մի անգամից։ Սովորել ենք ամել որ իրոք հավես չկա որ խանութ գնալու։ Այս խանութը է, պայսակի խանութ է, ֆիրմա պայսակներ են։ Ինքան բարձր են գները, տեսես օգտվում են ստեղից։ Մի անգամ եմ տեսել, որ խծանում ազգում ես։ հա, սկուշտը։ Մի անգամ եմ տեսել, որ մի զույգ ճամպրուկներ առել է ստեղից երկու հատ։ Գները լավ բարձր են, բայց շատ որակով լավ բաներ են։ Բացեց էլի, ձևական փագում են էլի։ Կայնազար եք էլի։ Հələ նայ, բայց տես ինչքան անզգուշ է, չէ։ Հավայրախտներ։ Հա։ Խանութն էլ հիմա շատ մարդ կլինի։ Այստեղ փոստի արկղեր են դրած, այս պատից են կողմ։ Պատվեր բան կարելի է բերել այստեղից ուղարկել, էլ չտանել փոստ։ Հա, մենք անում ենք։ Տանց, խնձոր, տնկերներ են, հա? Լեգնակնայ։ Չէ, մենք տեղ չունենք ապսուս, շատ ապսուս։ Շատ ապսուս։ Մորիա, մոշա, սմարոդինա, հարչ, բա ինչ հավես է։ Չունենք էլի, այ տավար։ Սպասի, մի հատ պիտով վերցնեմ։ Մի րոպե վարունգ էլ վերցնենք ու բաներ ասում։ Քաղցր բան ինչ-որ։ Եսա կամ նայեմ, չգիտեմ ինչ կուտի։ Մի րոպե, այս մանր վարունգներից վերցնեմ։ Սրանք ավելի համով են, քան խոշորները։ Գնանք այն կողմով, հա։ Տեսնենք ինչ ենք վերցնում։ Բանան, չէ, ոնց որ չգիտեմ, բայց այս անգամ չվերցենք, որտեվ չէինք ուտում, մնացել էր։ Ահա, մենք այս կողմում ինչ կա։ Չրեր այնքան շաքար են պարունակում, նարինջ էլ ունեինք պետք չի, մանդարինն է, եթե լավն է վերցրա, հա։ Ոնց է փողոլ մնացել ես։ Այդ ուրիշ տեսակ է, բայց է շուտ։ Դե վերցնես վերցրել։ Իզի լավ է։ Այս երևի, չգիտեմ, սպասի մի հատ ջոկ է, անես մեկ, բայց կարա փչացած լինի տակը, Հակոբյան ջան, սպասի, այս վերցրես, լավ է, լիմոն էլ պետք չի, ասմերի սրանից էր, եսի մեկի 70 էր, հա, դե նեկտարն էլ հիմի հլա համով չի լինի վերցնենք, գնացինք, մի րոպես տեղից բանջարը Միրգայ բանն է, կարալետ է, որ չկա, հա, ճիշտ ես մի հատ սալատ վերցնենք, մարոլ մի հատ մարոլ մի րոպես ինչ է
Սուրկոտը։ Ես այսօր ուզում եմ բան անեմ այսօր ուզում եմ դդմիկով լազանյա պատրաստեմ, սպասի։ Սրան քիչ լավ չեն։ Լավ, սրանից երևի Չէ, դե լավը չի, սրանից երևի վերցնեմ տոպրակովից։ Նույն գինն է, այն մեկը մի հատն է, 39 է, կիլոն 421, կարճ ասած է, ես եմ վերցնում, որտեղ այս ահագին հասած է։ Դե, կիվի պետք չի ունեինք, լավ գնացինք, այս կողմից էլ բան պետք չի, թեյեր էլ պետք չեն։ Սպասի մի հատ նայենք։ Արդեն ես չեմ զգամ, իրանց մոտ շատ է փչացած բաները լինում է շատ, սպասի էդ չէ, են տակը նայ փչացած, այդ փչացածա չէ։ Չէ։ Չէ, այդ լավը չի նայ գույնը։ Սպասի, էս։ Ահա։ Էս։ Հա, մենք կանաչի համարյա չունեինք։ Աշոտ կանաչի չունենք, մի հատ էս վերցնենք, մինչև հետո գնանք են խանութից կառնենք։ Էս մի հատ մնացել է։ Հատուկ իմ համար էր էդ։ Արի հատուկ։ Հատուկ իմ համար էր, այո։ Առանց ցուցակ էլի եկել ենք։ Ոնց որ միշտ։ Իվարկյան նայեմ հələ։ Հա, այս էլ նեխուրը պետք է վերցնեմ։ Այ սրանից մի րոպե նայեմ, եթե լավն է իհարկե։ Մի քանի հատ վերցնեմ, ունենք, բայց լավը չի, հասած չի։ Ես հեսա նայեմ, հոտ էլ չունի, գիտես, բայց ես հասած է շուտ, ուրեմն մնացել հասել է։ Լավ, չեմ էլ վերցնի, թող մերը հասնի։ Բանջարեղենն էլ նայենք հələ, այս շատ կծույն, անցյալ անգամ որ առանք, լավ կծույն։ Մի րոպե, հա, մի հատ, այս բուլղարական պղպեղներից գնացինք։ Այս լվացքի շորերը փափկացնող բանը զեղչ տակ են դրել 1+1, լավ էլ գինա 250, բեր լաշուտ վերցնենք, մի հատ այս ranից վերցնենք, ես սիրում եմ այս հոտը, մի հատ այս դիր, Աշոտ ջան, մի հատ էլ, այ ես Այս երկուսը։ Կարող է ուղիղ դիր։ Կարող է թափվի, այ քանի այս կողմն ենք, արի կաթ վերցնենք, թե չէ, կաթը այս կողմը չի, չէ, այս կողմն է, այս կողմն է։ Են առանց շաքար չկա, չէ, գրած, չէ։ Կլինի կորդը։ Են արանքն է, կարաս հանես ենա։ Կամ սպասի հեռախոսանջատեմ ես հանեմ, հա։ Ջենտլմենը թող հանի, լավ։ 4 հատ երիկա։ Հա, վերցրամ 4 հատ, 4-5 հատ վերցրա էլի, դե 4 հատ, որ շատ չկռանաս։ Ահա, ես մի հատ նայեմ այս կողմը, այս կողմում, այս մակրած լոլիկներից վերցնեմ, այ, Աշոտ, սպասի սրանցից էլ վերցնեմ, այս մի րոպե նայեմ, ահա, կարմիր ծվերը, Մի հատ ու դրան ունայն։ հա, Ավելի հարմար է դրանից այդ գույնից։ բայց են էլ է կարմիր, չէ։ Հա։ Հա, դες մեծից վերցրա։ Մեծը 30 են դրանց։ Հա, հա, մեծը վերցրա։ Այդ դիրես։ Հա։ Հա։ Տեղ սարքի դիր, ես մի հատ կակավել վերցնեմ, վարկան շուրջ չգա։
Սպասի։ Հələ գտի։ Այսա։ Այսա։ Իբր մի երկու բան ենք մտել առնենք, տեղում հիշում ենք, որ էլի բաներ են պետք։ Այս էլ 3։ Զեյթուն կանաչ թե սև։ Սև էլ վերցնում։ Երկուսից էլ վերցրա, հա։ Սպասի շուրջ կա։ Սպասի շուրջ։ Շուրջ տանք օգնեցի, որ շուրջ տա։ Սև ու կանաչ զեյթուն։ Ալուր չեմ վերցնելու, չէ, իմ ունեցածը։ Այ բան չունեմ, սպասի։ Փոքրերից երևի, որ մեծ ամանով չբացվի եգիպտացորեն։ Սպիտակ լոբի, բջջանյութով հարուստ։ Տոմատով չի կարևորը։ Ով ժամանակ ունի լոբի էպայի։ Գնացինք։ Տեսնում եք, չէ՞ ոնց ենք առևտուրան մտել ենք խանութ, այստեղ նոր որոշում ենք։ Էս ունենք, էս չունենք։ Չէ, ունենք, պետք չի։ Գնացինք առաջ։ Քեզ երշիկ պետք է։ Չէ, ես էլ չեմ տանում աշուտ երշիկ։ Գնացինք, հա։ Մեղր։ Գիտեք, չէ, մարդ պետքա սոված խանութ չգնա, որ քաղցրավենիք բան չառնի։ Իհարկե մենք սոված չենք, լավ նախաճաշել դուրս ենք եկել։ Թխվածքներ վերցնի։ Խանութում խոսացին, որ նկարում էի, մոտեցավ աշխատողը ասում է, ինչ եք նկարում, ասի ես իմ վլոգի համար վիդեո եմ անում ինձի բամուստուն, հա լավ ասում է, թուրք աղջիկա գիտեմ ճանաչում եմ, տեսել եմ միշտ, փողոցում եմ տեսել, էլ չնկարեցի դրանից հետո, հա այդ պետքա գցեինք, ներս է դիրա շորը չենք գցել։ Եկել ենք մի երկու բան առնենք, հատկապես կաթ ու ձուկլի առնենք, են էլ այսքան առևտուր արեցինք էլի։ Հիմա դասավորենք, գնանք տուն։ Աշուտ պայսակները։ Հա, գնել պայսակ ունես Աշուտ ջան, մեքենայի մեջ։ Այս բազմակի օգտագործման պայսակները դե շատ լավ են, բայց դրանց ծաղագին կա, երևի ջոկենք մի քանի հատ թեթևացնենք։ Լավ, անջատեմ ես Աշոտին օգնեմ։ Ինչից սկսենք, ես կամ օգնելու։ Այդպես գեղեցկությամբ հիանանք, նոր առևտուրը դատարկեմ։ Շատ լավ մնում են, այս շաքարաջուրը, որ լցնում եմ։ Մի քանի կաթիլ կիտրոնի հյութը ու շաքարաջուրը լավ պահում է։ Իդեպ հենց այդ վլոգի մեջ, որ ես այդ ասում էի ու փոխում էի, նույն վլոգի տակ ինձ հարցնում էի, ինչ եմ անում, որ լավ է դիմանում։ Հենց ախր հենց այդ նույն վլոգի մեջ ես ասում էի։ Մի փոքր շաքար եմ լցնում, շաքարավազ ու կիտրոնի հյութ, մի քանի կաթիլ։ Հիմա առևտուրն եմ ուզում դատարկեմ։ Այս մեծ ձվերից վերցրենք, Քսենյան դրսի կռիվ է անում, դրսում արևա, մենք էլ չենք թողնում գնա։ Այսքան առևտուր պետքա դատարկեմ, ես արագ դատարկեմ։ Թխվածներից եմ վերցրել երկու հատ թարմ թխած։ Տարբեր տեսակի վերցրել եմ մի քանի հատ, կրոսոններ կարագով։ Մի երկու հատ էլ ես շոկոլադապատ թխվածքներից։ Ամբողջ հատիկի հաց, այս սերուցքներից խոհարարական երկու հատ, քսովի պանիր, նայել եմ, որ յուղայնությունը քիչ լինի, այս տեսակից մի հատ գտա, մի հատ էլ սովորական եմ վերցրել։
մանր վարունգներ XXL չափի այս համարյա բացեցի թե չէ մի րոպե էլի քսովի պանիր բայց սխտորով ու կանաչիներով մեկ փոփոխության համար կանաչ զեյթուն սառած մալինա որը պետքա տորտիկ թխեմ ավոկադո հասած վերջը սրանցից վերցի որովհետև են մեծերը շատ չոր են պետքա երկար սպասենք որ հասնեն պանիր ռոկվոր բուլղարական պղպեղ գունավոր էլի քսովի պանիր այս մեկը արդեն յուղանությունը մի քիչ բարձր է չկար են մեկից որ երկուսն էլ քիչ յուղանությամբ վերցնեի պանիր էլի բրի մանդարին փոքր բանկաներն են 3 հատա մեջը տուփի մեջ 3 անգամ 150 գրամ այս հարմար է օգտագործելուց մի անգամից մի հատ օգտագործում է իսկ մեծը որ բացում ենք շատ է լինում կակաո այս տորտի կրեմի համար ռիկոտա եմ վերցրել էլի հալած պանիրա յուղային սերուցք տորտի կրեմի համար իմ այդ կրեմը շատ լավ է լինում մի հատ շաքարավազ ամեն դեպքում վերցրել եմ մեկ շաքարի փոշի բան չնայած աշոտն էլ է իր սուրճի մեջ լցնում բայց այս վերջերս սկսել է մեղր օգտագործել շաքարավազի փոխարեն այս գցենք այստեղ անցնենք հաջորդ պայուսակին մի հատ մաղադանոց վերցրել եմ մինչև կգնանք բանջարեղենի խանութ խոշոր մանդարին մի հատ համեմատության համար Այսա մեկ այսպես մանր, այսինք ես խոշորը դրած էր մանրերի հետ, աշոտ այդպես վերցեց, հետո առաջ գնացինք, տեսանք այնտեղ էլ խոշորը առանձինա դրած, էլ ոչ ման չփոխեցինք։ Այս սալատի թերթիկները մի հատ վերցրել եմ կանաչ, մի հատ մարոլ, մսեղենից, այս ինչ խոզի միսա վերցրել աշոտը, կաթ, էլի կաթ, հավի բտիկներ, կիսած էսպես, իրիկունները ջեռոցա դնում, այստեղ լոբի, աղցանից մեջ ես վերջ ես հա օգտագործում եմ, ես էլ կտրատած մակրած լոլիկ, երկու բան կա, թե էլի եմ վերցել չեմ հիշում, մի հատ էլ սև զեյթուն, այս էլ գցենք այս կողմ, հիմա հաջորդ պայուսակը պիտով եմ վերցրել, սեղանի վրա փռեցի, այս բոլորը ինձ ասպասում, հետո որ դասավորեմ, շերտավոր խմոր եմ վերցրել 4 հատ, որ խաչապուրի պատրաստեմ, ալյուր, կաթա պետքա թխեմ, պիցա, այս խաչապուրու համար այս պանիրներից ֆետա եմ վերցրել, թթվասեր, էլի սերուցք կրեմի համար 2 հատ էլ լրիվ հերիքում է, մի հատը քիչ է, այս ամենա ծանրն է փաստորեն, մի հատ այս գունավոր սալատի թերթիկներից, մեկին սիրունա նայվում չէ կանաչը, սառեցրած հաղար, սրանք էլ ինձ պետք կգան տորտի մեջը լցնելու համար, ես վրան թարմ հատապտողներով կզարդարեմ, մեղր, էլի թթվասեր, սոխ, այս սոխը թողնում պայուսակի մեջ մի անգամից են կողմը կդնեմ իրա տեղը, ուրեմն այս տեղել ինչա սպիտակ լոբի խանութում ցույց եմ տվել, հերթը հետը թափում եմ, էլի լոբի, մի հատ էլ լոբի, 3 հատ վերցրել եմ այս անգամ, նեխուր, առավոտ նախաճաշի ժամանակ նեխուրել էի դրել սեղանին,
պամիդոր վարունգի հետ, խաշածվի կարակի հետ, աշոտին ասում եմ կեր սրանից, է շատ լավ է, 2 կտոր կերավ, էլի լավ է, կարևորը որ համը տեսա, որ մեկ ուտի, տտմիկներ, այստեղ մնաց էլի կաթ 2 հատ, այս վերցրի 2-ն էլ խանութում էլ ցույց տվեցի, այս հոտերից շորերը փափկացնող, այս մեկը լավենդել է, այս մեկն էլ ծաղիկների բույրով։ Ես սիրում եմ շատ, չգիտեմ, մարդկա չի սիրում, չի օգտագործում, այսինքն մարդիկ ովքեր շատ զգայուն են հոտերի նկատմամբ։ Ու այս ամբողջ առևտուրը ու վճարեցի 113 եվրո 96 ցենտ։ Հիմա սրանք ես տեղավորեմ, սիրելի բարեկամներ, հետո նոր անցնեմ առաջ։ Մեր մոտ շատ լավ եղանակ է, շատ անուշ եղանակ է, Քսենյան կռիվ է անում, վազում է, ուզում է դուրս գնա չենք թողնում, 2 օր առաջ փախնելու փորձ է արել, այսինքն փախնելն էլ ոնց է եղել, դուրս է եկել, հետո ես եմ դուրը փակել, նայեցի չկա, փակեցի, դու մի ասա գնացել է, Աշոտը հետո ասեց, ասում է գնում են ծաղիկները, որ դրած են նստանին նման ցածր բան է սարքել Աշոտը, չէ, ծաղիկները դրա վրա ենք դրել, ասում եմ մտնում է դրա տակ, ես այդտեղ չեմ նայել, մութ էր արդեն, դուրը փակել եմ ու գնացել եմ վերև, այս խեղճ կենդանին մնացել է դրսում ու մենք բոլորս վերևն ենք եղել, հետո երև փորձել այդ ձևով դուրս գա, ինքան վրաս ասեց, որ գիշերը չեմ քնել այդ օրը, առավոտ մինչև ժամը 4-ը չեմ կարողացել քնել, բայց հետո լավ աղջիկս տեսել էր, որ չկա, պատուանը բաց էր թողել, Քսենյան այդտեղ էս թռել է, բարսացել է, հետո պատուանով ներս է եկել, երև որ գիշեր է եղել, չի գնացել, չգիտեմ ոնց է եղել մանրամասները, ամեն դեպքում կարևորը տուն եկավ, հիմա խիստ բանի տակա չենք թողնում դուրս գա, արդեն ինքը ձևը գտավ, կարա փախնի, ու այդպես ինքան մեղք ստանում է, որ մնացել է դրսում այդ օրը, ես չգիտեմ, մի ժամ, երևի 2 ժամ, չգիտեմ ինչքան է մնացել, կարճ ասած, հիմա ինքը նեղացած է, գալիս է այստեղ մլավում է, չենք թողնում դուրս, գնացել այն ուս պատուանի կողքին նստել, նայում է փողոց։ Թեմուից պատվեր ունեի, պետք է մինչև ամսի 16-ը գար, բայց չէին ուղարկել, ու հենց 16-ի իրիկունը իրանք մեյլ ուղարկեցին, որ ձեր պատվերը ուշացրել ենք, այդպես անում են, չէ, որ պատվեր ենք անում, ասում են, եթե այս ամսաթվից ուշ ստացար, 5 եվրո նվեր կստանաս։ Ինձ թվաց իրանք կարող էին պատվերի գումարից հանեն, բայց չէ, մեյլ էին ուղարկել, ասում ես նորից պիտի պատվեր անեմ, որ իրանք այդ 5 եվրոն հաշվեն դրա մեջ, բայց մինիմում 25 եվրոյի։ Ասեցի, ես մնա այդ 5 եվրոն չեմ ուզում 5 եվրոյի համար նորից տնեմ 25 եվրոյի պատվեր անեմ, որ իրանք 5 եվրոն հանեն։ Վերջը, հիմա պատվերս դեռ չկա, շատ ուշացավ, բայց ճանապարհ նայում եմ, արդեն այստեղ ասել է այդ անցել է տամոժնիայից անցել է, այրոպորտում չէ, ասում է տամոժնիա, հետո նոր, բայց հլը ինձ չի հասել։ Ինչ որ է, այդպես ժողովուրդ ջան, այնպես որ թեմուն կանխիկ փող չի տալիս, որ մտածեն կամ մեր գումարից հանի, այդպես, հետո, հա, մի հարց կար, որ հարցնում եք Աշոտը ծխելը դադարեցրեց, հա, Աշոտը էլ չի ծխում, գրել եք ձեր տղամարդիկ էլ են ծխում, հա, Աշոտը ինքան կամքի ուժ ուներ, որ այդ բժշկի նշանակած այդ տեղը կպցրեց իր թևին, ու անգամ 20 օր պետք է աներ, ինքը վերջի 2 հատը չօգտագործեց, էլ դադարեցրել է, էլ չի ծխում ու չի էլ ծխի։ Չի ծխի, որտեղ արդեն սովորել է, հանուն իր առողջության, երիտասարդ չի, որ ծխի մտածի բանա, իրոք մենակ իհարկե մեծերի չէ, հենց ջահելներն էլ պետք չի ծխեն, որ ծխում են, էլ հետո չեն կարողանում կտրվել։ Եթե ամեն տղա ինքան կամքի ուժ ունենա, օրինակ ոնց որ իմ տղան ուներ ու ունի, որ 16 տարեկանում ինքը երբեք չի էլ փորձել, բայց 16 տարեկանում էլ շատ երիտասարդ էր, բայց ասում էր ես կյանքում չեմ ծխելու ու փորձել չի արել ու ընդհանրապես չի էլ ծխի, վստահ եմ, որտեղ ինքը շատ ուժեղ կամքի ուժ ունի, ինչ որ է ժողովուրդ ջան, լավ կլինի որ տղաները չծխեն, մենք էլ կողքից իրան ծխած ծխի հոտը չշնչենք, պասիվ ծխող ենք մենք էլ կողքից չէ դառնում։ Այսպես ես կանգնել խոսում եմ, բայց թե մեկը ինչքան էլ ժամանակ փորձեմ շահեմ, պետք է տեղավորեմ, անջատեմ, ես արագ տեղավորեմ։
Երկու հատ բան եմ առել խանութից, ցույց տամ ձեզ։ Սրանից նորը տեսա մեր մենեջերը ջինսի շալվարի հետ հագել էր, մենք սիրուներ եղել։ Հարցրի ես մեր խանութի սվիտրներից ասեց հա։ Սպաս ես էլ մի հատ առնեմ։ Շատ սիրուներ ջինսի հետ բացոտ գույնի ջինսեր հագը։ Ես էլ վերցրի։ Կանաչ գույն, այդպես կանաչ սվիտր երևի թե չունեմ։ Մազերի համար զաժիմներ էր պետք լինում, այս փոքր չափերի երկու տեսակի վերցրի, մեկը այդպես փոքրոտ, մեկը մի քիչ ավելի մեծ։ Մեկ հավաքում, որ ասենք նեղվում եմ, այսպես տանում եմ հետ ու մեկ էլ եփելու ժամանակ։ Դե հիմա կապվել չի լինում, գոնե սենց հետ եմ տանում, որ չխանգարեմ։ Շագաթս պետք է միշտ բաց լինի։ Ես էլ առել եմ իմը հին էր շատ, այս հաստ տեսակի, մազերը ներկելուց, որ դնում եմ գլխիս, սպասեք լնայենք սազումը, այլ սենց, ունեմ հիմա, բայց հաստերի չի, չնայած դե ձմեռն էր հիմնականում, այդ հաստը ձմեռն էր օգտագործում, հիմա որ ունեմ բարակա, բայց ամեն դեպքում ասի քանի խանութում կա առնեմ, քիչես վրայինը այդքան բան չի, բայց միշտ չի որ տեսնում եմ մեր խանութում, այս տեսակը, այս հաստը մեջը հաստ, որ ձմեռը չմրսենք։ Ես առել եմ զգեստի տակից հագնելու համար, որ չթափանցի, չեմ էլ փորձել, բայց ես թվում է կլինի։ Ես մի անգամ էի տեսել, մեր խանութում ես քան տարի աշխատում եմ, մի անգամ եմ տեսել, ասեցի քանի կա առնեմ։ Մի հատ այսենց հաստ, կարելի է ես մտածում եմ տան համար, այս տեսակ հաստ շալվարա, մեջը լավ տակ է, ես նույնի սևը ունեմ, շատ լավն է։ Այսենց։ Պետք է փորձել։ Այս դաշնագույնը։ Ձմեր հարմար է, տակ լավ։ Սենց սպորտային նասկիներ եմ վերցրել, իմ տղամարդկանց համար սպիտակ գույնի 5 սույկ ամեն մեկի մեջ։ Այս կշերկներից եմ վերցրել, ճամպրուկները կշռելու համար ճանապարհորդելուց միշտ պետք է լինում։ Չնայած մի հատ ունեմ, ես էլ եմ վերցրել, որ հետս Հայաստան տանը, որ Հայաստանում էլ ճամպրուկները կշռեմ, հետ բերեմ, որ իմ քուրիկը չտանջվեն, մեծ կշերկը բերի դնի, դրա վրա կշերկը դնենք ճամպրուկը կշռենք, ես դրա համար եմ վերցրել Հայաստան տանելու, զոնցիկներ եմ վերցրել, պետք է բացեմ նայեմ, հանկարծ, հա, չենք կարում բացենք, հա, չգիտեի, որ ես սև նայեք, ոնց է կախած, այսպես, մի րոպե լավ, ես սևով փորձեմ, նայեմ նորմալ է, բացվում է, հոպոկված չի, ես ինչ դժու, կաղաչ արդենք, ես պետք է լավ ուժա, ուրեմն, հա, եղավ չջարդեցի, ես մի ժամանակ, փոքր ժամանակ պարի եմ գնացել ու պարում էի կինտոների միջի պարը, շատ էի սիրում, ոնց էի ուրախացել, որ պարի դասատուն ինձ էր ընտրել այդ զոնցիկը պայելու համար, ինքան էի ուրախացել, ահագի ժամանակ այդ պարուհուդերը ես տարա, այդ խմբի մեջ, շատ սիրուն էր, երև ուրախացել էի, որ զոնցիկ պետք է պահեմ ձեռս էլի փոքր երեխայի, սպիտակ զոնցիկը, ես նորմալ է, ես լավ փոքր է, բանի պայուսակի մեջ դնելու համար հարմար է, լավ, ես կփագեմ առանձին վերցնել, այս փոքրիկ, մինչև ես ահագին առևտուր էի արել, բայց հավես չի անում նկարեմ ու ցույց չէի տալիս, այսինքն ցույց չեմ տվել, հիմա այսօր, քանի որ որոշեցի նկարեմ, ասեցի ես փոքրիկ առևտուրն էլ ցույց տամ, նայեք ինչքան հարմար է փոքր շատ, երևի 16-17 սանտիմետր, պայուսակի մեջ դնելու,